Հրապարակ թերթը գրում է. իշխանություններն այնքան հպարտանալու բան չունեն, որ անթաքույց սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով, հույս ունենալով, որ իրենց էլեկտորատը կարող է չհիշել, թե դա ում ժամանակ է ստեղծվել։ Խոսքը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասին է։ Նա նախորդին տեսանյութ էր հրապարակել Դիլիջանում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին։ Ձեզ եմ ներկայացնում Պաշտպանության նախարարության ընձեռած հերթական հնարավորությունները եւ մեր կատարած փոփոխությունների արդյունքները, գրել է Պապիկյանը տեսանյութին կից, որում պատմում է, թե ինչ հնարավորություններ է վարժարանն ընձեռում բարձր դասարանի աշակերտներին եւ ինչ ծրագրեր են իրենք իրականացնում, սակայն խնդիրն այն է, որ այդ վարժարանը ոչ թե ներկայիս իշխանություններն են կառուցել, այլ դա հիմնադրվել է 2017 թվականին Սերժ Սարգսյանի ժամանակ։ Հրապարակ թերթը գրում է. ԿՊ նախընտրական ընտրություններից հետո որոշ պատգամավորների մոտ խոճապային տրամադրություններ են առաջացել, խոսքը նրանց մասին է, ովքեր դուրս են մնացել ցուցակի անցողիկ տեղերից եւ տեղ չեն ունենա հաջորդ խորհրդարանում։ Բանն այն է, որ այս պատգամավորների մեծ մասը հիփոթեքային վարկով տներ են գնել, կարծելով, թե ամբողջ կյանքում պատգամավոր են աշխատելու եւ հարկատուներից հաշվին միլիոնավոր պարգևավճարներ ստանալով շքեղ կյանքով են ապրելու։ Հիմա մտավախություն ունեն, որ ոչ միայն պատգամավորի, այլև մի որևէ պետական աշխատանք էլ իրենց չի տա Նիկոլ Փաշինյանը եւ իրենք կհայտնվեն այնտեղ, որտեղ էին մինչեւ 2018 թվականը։ Ամեն դրամ հաշվելով կսկսեն մի կերպ գոյատևել։ Հրապարակ թերթը գրում է. պետական ապարատում պարգևավճարներ ստացած ղեկավար անձնակազմը պարզվում է պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվի, հակառակ դեպքում կզրկվի պարգևավճարների 10%-ից։ Առավելագույնը 250,000 դրամ պարգևավճար ստացող բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ծախսեն տարբեր վճարովի դասընթացների հաճախելու համար, ապա այդ մասին փաստաթղթեր ներկայացնեն, որ չզրկվեն այդ 250,000 դրամից։ Հրապարակ թերթը գրում է. Փաշինյանին միացած տիրադավներից Հովնան arczepiskopos Տերտերյանը նախ մասնակցեց, ապա ստորագրեց եպիսկոպոսատ ժողովի ամփոփիչ հայտարարությունը, որով իրենց հավատարմությունն էին հայտնում կաթողիկոսին։ Մեր տեղեկություններով Հովնան Սրբազանին դարձի են բերել ամերիկահայ մեծահարուստները, համայնքի ազդեցիկ անդամները, որոնք նրան պարտադրել են հետ կանգնել տիրադավության ուղուց, զգուշացնելով, որ կարող են նախաձեռնել թե մի առաջնորդի փոփոխություն, ընտրության առաջ են կանգնեցրել նրան, եւ նա, քանի որ պակաս չափով է կախման մեջ Նիկոլ Փաշինյանից, դարձի շրջանս է արել։ Եպիսկոպոսները նաև հորդորել են խոտորյալ 8 սրբազաններին գործել Սուրբ Էջմիածնի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի եւ ծառայական կոչման գիտակցությամբ եւ խնդիրներն արծարծել ու լուծել բացառապես ներեկեղեցական ատյաններում։ Փաստորաթերթը գրում է. ազգային կրթության խորհուրդը երեկ հրավիրել էր հանրային քննարկում Հայաստանի քանդվող ապագան փակվող դպրոցներ թեմայով։ Անցած օրերին էլ թե խորհուրդը, թե բազմաթիվ այլ փորձագետներ նշում էին, որ սեպտեմբերից օպտիմալացման անվան տակ իշխանությունները որոշել են փակել 231 դպրոց Հայաստանի Հանրապետության մարզերում, մեծ մասը Շիրակի ու Սյունիքի մարզերում։ Դրանցից 41-ը գտնվում է բարձր լեռնային կարգավիճակ ունեցող բնակավայրերում, որտեղ ընդհանուր առմամբ սովորում է 938 աշակերտ։ Լեռնային կարգավիճակ ունեցող բնակավայրերում փակման ենթակա է 108 դպրոց։ Փակման ենթակա սահմանամերձ կարգավիճակ ունեցող բնակավայրերի 57 դպրոցներում ընդհանուր թվով սովորում է 1772 աշակերտ։ Երեկ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, փորձելով հերքել այս տեղեկությունները, սակայն այդ տեքստից այդպես էլ չի հասկացվում, ինչն է հերքվում, կոնկրետ 231 թիվը, թե ընդհանրապես դպրոցներ փակելու թեման։ Թե ԿԳՄՍ ՆՖԲ պաշտոնական էջում, թե նշյալ հայտարարությունը հրապարակած լրատվամիջոցների էջերում բազմաթիվ քաղաքացիներ հերքում էին ԿԳՄՍ հերքումը, որպես օրինակ բերելով իրենց համայնքները, որտեղ նախատեսվում է փակել դպրոցներն ու միացնել հարևան բնակավայրի դպրոցին։